Ներքին հասել է իր պատմական առավելագույնին համաշխարհային շուկայում մեկ ունցիայի գինը հատել է $5,500 շեմը։ 1 գրամ ոսկին վաճառվում է 60,000 դրամից ավելի։ Ոսկերչական շուկաներում առևտուրը նկատելիորեն նվազել է, շատերի համար ոսկին դարձել է գրեթե անհասանելի, չէ՞ որ միայն այս տարվա ընթացքում ոսկու գինը աճել է շուրջ 27%-ով։ Մասնագետները թանկացման հիմնական պատճառը կապում են աշխարհաքաղաքական անկայունության հետ։ Այդ պայմաններում ներդրողները նախընտրում են իրենց կապիտալը պահել առավել ապահով ակտիվներում։ Բացի մասնավոր ներդրողներից, տարբեր երկրների կենտրոնական բանկերն էլ ակտիվորեն ավելացնում են ոսկու պաշարները։ Արդյունքում դոլարի նկատմամբ վստահությունը թուլանում է, կապիտալը դոլարից դառնում է ոսկի, դոլարը հայտնվում է ճնշման տակ, իսկ ոսկին շարունակում թանկանալ։ Թանկացման ալիքը չի շրջանցել նաև արծաթը։ Այն գրանցել է, կարելի է ասել, բոլոր ժամանակների ամենաբարձր գինը շուրջ $120, ինչին նպաստում են ոսկու համեմատաբար ավելի մատչելի, բայց կայուն այլընտրանք փնտրողները։ Փորձագետների կանխատեսմամբ, եթե ներկայիս միտումները պահպանվեն, թանկացումը կարող է շարունակվել։ Սա մի կողմից շահավետ է ոսկի ունեցողների համար, սակայն մյուս կողմից լուրջ փորձություն է սպառողների եւ տեղական շուկայի համար, որտեղ թանկարժեք մետաղը օրեցօր ավելի անհասանելի է դառնում։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքը առավել թափանցիկ եւ օբյեկտիվ դարձնելու նպատակով, թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Դրանք տեսաձայնագրում են ինչպես մեքենայի սրահը, այնպես էլ արտաքին միջավայրը։ Ներքին գործերի նախարարությունում պարբերաբար իրականացվում են տարբեր բարեփոխումներ։ Բարեփոխումների արդյունքում քննական մեքենաներում տեղադրված տեսախցիկները միաժամանակ ֆիքսում են ինչպես մեքենայի սրահը, այնպես էլ արտաքին միջավայրը։ Ավելի քան 1 ամիս պահպանվող ձայնագրությունները պաշտպանում են բոլոր կողմերի շահերը։ Վարորդ թեկնածուի հմտությունները ստուգելու ընթացքում այն թույլ է տալիս ավելի օբյեկտիվ լինել, անկողմնակալ լինել, ինչպես նաև այդ ամբողջ process-ը իրականացվում է սահմանված չափորոշիչներով եւ իմ կարծիքով այն զերծ է որևէ կողմնակալ վերաբերմունքից։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման քննական, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետ Արմանուշ Մովսեսյանի խոսքով բաժնի հաշվեկշռում ներկայում առկա է 3 քննական մեքենա, մեկը մեխանիկական, 2-ը ավտոմատ փոխանցման տուփով։ Տեսաձայնագրող սարքավորումները ոչ միայն հեշտացնում են քննության ընթացքի վերահսկողությունը, այլև բողոքարկման դեպքում հնարավորություն են տալիս ունենալ անհերքելի ապացույցներ։ Ավելի արդյունավետ է ոչ միայն քաղաքացիների, վարորդ թեկնածուների համար, ինչու՞ չէ նաև բաժնի աշխատակիցների համար, որովհետև բողոքարկման ընթացքում թույլ է տալիս ձեռք բերել անհերքելի եւ օբյեկտիվ ապացույցներ։ Հատկանշական է, որ այս փոփոխությունից ի վեր բողոքարկումների թիվը նվազել է։ Մեր համար շատ արդյունավետ է։ Նաև ինձ թվում է քաղաքացիների համար բողոքները քչացել են այդ առումով։ Նախկինում ավելի շատ էր, ասում էին, ձեր աշխատակիցների սուբյեկտիվ վերաբերմունքն է, ես սխալներ չեմ արել, ապացուցել չէին կարող բնականաբար, բայց հիմա Փառք Աստծո այդ հարցը կարգավորվել է։ Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի գլխավոր մասնագետ Անուշավան Սարոյանը ընդգծում է, դեկտեմբերից գործող տեսաձայնագրումը դարձել է ծառայության որակի բարձրացման հերթական քայլը։ Եվ բամբասանքի, եւ ավելորդ ռիսկներից խուսափելու համար, եւ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, եւ ավելի որակով ծառայություն մատուցելու համար շատ հարմար ու շատ դրական քայլ է դեպի առաջ։ Տեսախցիկների ներդրման դրական ազդեցությունը զգում են նաև քննություն հանձնողները։ Մեր նկարահանման պահին վարորդական վկայական ստացած քաղաքացին նշում է, վերահսկվող միջավայրը իրեն ավելի վստահ ու հանգիստ է դարձրել։ Դե ընթացքից ընդանուր առմամբ գոհ եմ, երրորդ անգամ ես քննություն կուտայի, 2 անգամ ստեղ եմ եղել, մի անգամ Երևան, էլի։ Այնքան լավ է, որ նախ ամեն ինչ հսկվի գը, հետո ավելի ազատ ենք, ավելի հանգիստ ենք, ու ամեն ինչ ավելի լավ կանցնի։ Մասնագետների խոսքով տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունները, թե քննության արդյունքը կախված է սուբյեկտիվ վերաբերմունքից եւ հնարավոր չէ գործնական քննությունը առաջին փորձից անցնելը տեսախցիկների առկայության պայմաններում փաստացի անհիմն են դառնում։ Հիմա առավել եւս հնարավոր է ճշտել եւ համոզվել տեսանագրանման միջոցով, որ եթե վարորդի թեկնածուն քննության ընթացքում սխալներ չի կատարում, ուրեմն ստանում է դրական արդյունք։ Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը շարունակվում է նույն ակտիվությամբ, այստեղ օրական անցկացվում է ավելի քան 100 տեսական քննություն, ինչպես նաև միջինը 50-ից 60 գործնական քննություն։ Գործնական քննությունների քանակը պայմանավորված է առկա քննական մեքենաների թվով, որոնք ի դեպ նախատեսվում են ավելացնել։ Հետագայում նաև կարող է համալրվեն մեր տրանսպորտային միջոցները,
D, E, C ենթակարգերի համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Արդեն իսկ այդ ուղղությամբ մեր նախարարը աշխատանքներ տանում է, ինքը եւ շատ հետեւողական է այդ ուղղությամբ։ Մեքենաների թվի ավելացումը թույլ կտա ոչ միայն բարձրացնել քննությունների անցկացման ծավալը, այլև կրճատել հերթերը, ինչն այսօր պայմանավորված է նաեւ Երևանից եւ այլ մարզերից Գյումրի ժամանող քաղաքացիների թվով։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կենտրոն վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների եւ աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, ակադեմիական քաղաքին եւ այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ Նոր կյանքի ավետիսը Վարդանն ու Անահիտը ստացան այն ժամանակ, երբ արդեն թևաթափ էին։ Քանի տարի են սպասել, պայքարել, հուսահատվել ու նորից ուժառել պայքարի համար։ Հենց նույն օրը, երբ 2020-ին Վարդանը վիրավորվել էր, ուղիղ 5 տարի անց ստացան բալիկի լուրը, որդի են ունենալու։ Անսպասելի եկավ այն ժամանակ, երբ որ տենց կամ ամենաշատն էինք սպասում, կամ չէինք սպասում։ Իրոք այդ պահին որ անհասկանալի էր, բայց միշտ սպասել ենք երեխայի գալուն, բայց Աստծո կամքով երևի էդ էր ժամանակը ճիշտ։ Հոկտեմբերի 10-ը Վարդանի ընտանիքի օրացույցում արդեն ճակատագրական է։ Մի դեպքում գրեթե կյանքի թել էր կտրվում, մյուս դեպքում 5 տարի անց նոր կյանքի ավետիս են ստանում։ Վերաթողարկվեց մեր կյանքը, արդեն նոր կյանքի սպասելով։ Բոլոր զգացումներիս կա, բայց որ իշկաններ տենց վախերը ավելի քիչ, որ չէ, չեմ վախենում, ոնց որ ավելի շատ անհանգստություն, այդ պատասխանատվության, նոր պատասխանատվություն ու էլի այդ նոր պատասխանատվությանն եմ շատ ուրախությամբ եմ մեծ սիրով եմ սպասում։ 2020-ից հետո նոր կյանքը Վարդանի համար արդեն շատ մարտահրավերներ էր պատրաստել, բայց հուսահատությունն ու թուլությունը նրանը չէին։ Թեկուզ ոտքերը գետնից կտրվել, բայց չի կորցրել ոտքերով ամուր սեփական հողին կանգնած լինելու զգացումը։ Զինվորի տանը պարբերաբար վերականգնողական բուժում է ստանում, տարբեր դասընթացների մասնակցում, Digitain ընկերությունում աշխատում է, այս տարի բաժնի լավագույն աշխատակից է ճանաչվել։ Պատասխանատվության մեծ զգացում ունի։ Մի առիթով էլ ասաց. Ես իմ սեփական տունը չունեմ, բայց ծառայության ժամանակ իմ տունը պաշտպանել եմ։ Չլինելով այդ տունը, որպես ասենք ինչ-որ քառակուսի մետրանոց տունը չլինելով, ամբողջ այդ հայրենիքի իմ տունն եմ համարել ու պաշտպանել եմ։ Ու փառք Աստծո հույսով սպասում ենք, որ ինչ-որ մի ժամանակ հետո ես կունենամ իմ սեփական տունը։ Հիմա արդեն իր սեփական տունը կունենա։ Կառավարության հատկացրած հողատարածքում Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվում է 8 զինհաշմանդամի համար նախատեսված ամբողջությամբ հարմարեցված բնակելի թաղամաս։ Վարդանն այդ 8 շահառուներից մեկն է։ Այս կադրերում տղաներն առաջին անգամ էին տեսնում այն հողատարածքը, որտեղ ոչ միայն իրենց տները, այլ տների հետ միասին նաև նոր երազանքները կկառուցվեն։ Վարդանն ու Անահիտն արդեն հաշվում են, երբ վարձով բնակարանից տեղափոխվեն իրենց տուն, երեխան արդեն առաջին քայլերը կանի, նախատեսված է, որ նոր թաղամասը երեխաների համար խաղահրապարակ ունենա, այգի, նաև կացարան մյուս զինվորների համար, ովքեր ժամանակավորապես կգան Երևան կրթության կամ այլ նպատակով։ Գործունեության 8 տարիների ընթացքում, իդեպ 8 տարի առաջ հենց հունվարի 28-ին է բացվել զինվորի տունը, հազարավոր տղաների համար դարձավ այն կառույցը, որտեղ վիրավորումից հետո կարողացան իրենց բոլոր խնդիրների մասին խոսել, վերականգնվել, նոր մասնագիտություն ձեռք բերել, զուգահեռ բուժվել, նոր ծանոթություններ հաստատել, մասնակցել մշակութային կյանքի, սոցիալական ու հոգեբանական աջակցություն ստանալ։ Զինվորի տունը դարձավ պետություն հասարակություն գործակցության այն մոդելը, որ համատեղ կյանքեր է փոխում։ Պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների աջակցությամբ բուժել եւ բուժում է։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բնակարանային պայմաններ է հարմարեցնում հաշմանդամությանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ պրոթեզավորում։
Այս բոլորը արվեց, որ տղաները նորից կյանք վերադառնային, առանց ոտքերի իրենց հողի վրա ամուր զգային, առանց ձեռքերի կրկին դուդուկ նվագեին, առանց հույսերի կրկին երազել ու պայքարել սովորեին, ֆիզիկապես ու հոգեպես ամրանային այնքան, որ ոչ մի դեպքում հոգով հաշմանդամ չմնային, որ կյանքում ամեն ինչ հաղթահարել կարողանային։ Էստոնիան այս տարի դեսպանություն կբացի Երևանում, հայտարարել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցախքնան։ Նա նաև տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում չնախատեսված հանդիպման մասին։ Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Չծրագրված հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք, գրել է նա X հարթակում։ Արարատ Միրզոյանը պատասխանել է գրառմանը, նշելով, որ ցանկացած հանդիպման ժամանակ լինում է Հայաստան-Էստոնիա գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում, այդ թվում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ, հավելել է Միրզոյանը։ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը 10-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, հաշվի առնելով Եվրամիության վերափոխումը ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկի եւ Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, Հայաստանի հետաքրքրությունն անդամակցելու այս կազմակերպությանը չի կարող մտահոգություն չառաջացնել։ Մասլեննիկովի խոսքով Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ գիտակցում է հնարավոր բացասական հետևանքները։ Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ ռուսական կողմը հարգում է այլ երկրների ինքնիշխան իրավունքը մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին եւ նրանց ցանկությունը ստանալու լրացուցիչ հնարավորություններ տնտեսական զարգացման եւ բնակչության բարեկեցության բարելավման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ հարվածներ չհասցնել Ուկրաինայի քաղաքներին։ Այնտեղ չափազանց ցուրտ է, ռեկորդային ցուրտ, եւ ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին եւ ուկրաինական մյուս քաղաքներին, եւ նա համաձայնել է։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր, ասել է Թրամփը կաբինետի նիստի ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին եղանակային ծայրահեղ պայմաններում Ուկրաինային անվտանգության հնարավորություն տալու համար։ Տարվա սկզբից Ռուսաստանն ինտենսիվ հարվածներ էր հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Հարվածների նորալիքը համընկել է ուժեղ սառնամանիքների հետ։ Կիևում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ ջեռուցման։ Կիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես հեռանալ մայրաքաղաքից։ Առաջիկա օրերին Կիևում սպասվում է մինչև -25 աստիճան ցուրտ։ Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ անցյալ շաբաթ Աբու Դաբիում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով տարածքների հարցի քննարկումներում դրական զարգացումներ կան։ Գրեթե ավարտվել է աշխատանքն անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի եւ Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնման ծրագրի շուրջ։ Աբու Դաբիում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Եվրամիության որոշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու մասին։ Մի քանի երկիր ներկայում փորձում են կանխել տարածաշրջանում լայնածավալ պատերազմը եւ այդ երկրներից ոչ մեկը եվրոպական չէ։ Փոխարենը Եվրոպան զբաղված է կրակը բորբոքելով։ Մեր զինված ուժերն այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների ցանկումներ առելով այն կատարում է ռազմավարական եւս մեկ խոշոր սխալ, հայտարարել է Արաղչին։ Նրա խոսքով Եվրամիության ներկայ
Հակառակորդ դիրքորոշումը մեծապես վնաս է հասցնում իր սեփական շահերին, հաշվի առնելով, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմից կտուժի նաև Եվրոպան, այդ թվում էներգակիրների գների աճի հետևանքներից։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հունվարի 29-ին տեղեկացրել էր ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԵՄ որոշման մասին։ Բացի այդ, Եվրամիության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։ Նաեւ երկարաձգվել է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների մշակման համար օգտագործվող բաղադրիչների եւ տեխնոլոգիաների Իրան արտահանման, մատակարարման եւ վաճառքի արգելքը։ Զուգահեռ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ծրագրում է խոսել Իրանի հետ։ Մեր շատ հզոր նավերն այս պահին նավարկում են դեպի Իրան եւ հրաշալի կլիներ, եթե ստիպված չլինեինք օգտագործել դրանք, ասել է նա։ Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր ցամաքային կամ օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ եւ շեշտել, որ հարկավոր է զերծ մնալ Իրանի շուրջ անկայունություն հարուցող քայլերից եւ հռետորաբանությունից։ Բայրամովը հավելել է, որ առկա հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան դիվանագիտական երկխոսության միջոցով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են վաճառում Կուբային։ Բացի այդ, լրացուցիչ մաքսատուրքեր կարող են սահմանվել Կուբայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Թրամփի հրամանագրի համաձայն Կուբան ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, ուստի ազգային արտակարգ դրություն է հայտարարվում կապված Կուբայի հետ։ Պաշտոնական հավանան դատապարտել է ԱՄՆ-ի նոր սահմանափակումները։ Կուբայի արտգործնախարարի խոսքով Վաշինգտոնը դիմում է շանտաժի եւ հարկադրանքի փորձելով ստիպել այլ պետություններին միանալ Կուբայի շրջափակմանը։ Նա այս միջոցներն անվանել է ազատ առևտրի բոլոր սկզբունքների խախտում։ Գավառի Գրիշա Ապրոյանի անվան մարզադպրոցի նախաձեռնությամբ եւ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ մեկնարկեց 2026 թվականի բռնցքամարտի Անդրանիկ առաջնությունը, նվիրված հայոց բանակի կազմավորման 34-րդ տարելիցին։ Մրցաշարին մասնակցում են Գավառի, Վանաձորի, Իջևանի եւ Հրազդանի պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում են 126 բռնցքամարտիկ, կրսեր տարիքի, ավագ տարիքի եւ երիտասարդների պատրաստված հանրապետության մրցանակակիրներ, հաղթողներ եւ առաջնության մասնակից բռնցքամարտիկներ։ Բռնցքամարտը շատ ծանր մարզաձև է, պետք է բռնցքամարտիկները միշտ պատրաստ լինեն մրցումների։ Այս մի մրցաշարը հավասար է 2-3 ամսյա մարզումների։ Լավ թիմեր են մասնակցում եւ Վանաձորը, գիտեք, Վանաձորը բռնցքամարտի դարբնոցն է եւ այսօր Իջևանում լավ տղաներ կան եւ Հրազդանում եւ ինչու՞ չէ մենք լինենք լավ տղաներ։ Յուրաքանչյուր մրցաշար, յուրաքանչյուր ընկերական հանդիպում մեր երեխաներին կտա էլ ավելի բարձր պատրաստվածություն։ Մրցաշարն անցնում է լարված եւ համառ մրցապայքարում, որին հետևում են թիմերի մարզիչները, ծնողները, մարզիկներն ու երկրպագուները։ Երկրորդ անգամ ենք Գավառում բռնցքամարտի մրցաշարի մասնակցում։ Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներից, ընկեր Մարատ Կարոյանից, շատ լավ մրցաշար կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Մասնակցում ենք մոտ 15 բռնցքամարտիկով։ Շատ լավ պատրաստված ենք, հույսով ենք ամեն ինչ լավ կընթանա, արդեն 2 մենամարտ հաղթեցինք։ Բռնցքամարտի մրցաշարը անցկացնելը խթանում է մասսայականացմանը մարզաձևի, շատ լավ արդյունք է տալիս։ Անկեղծ որոնեմ առաջի անգամ եմ մասնակցում, բայց միշտ լսել եմ, որ շատ լավ է կազմակերպվել ու այս անգամ որոշեցի, որ իմ թիմս էլ ներկայանա։ 17 մարզիկով ենք ներկայացել մրցաշարին։ Լավ ենք սկսել։ 3 մենամարտ ենք ունեցել, 3 հաղթանակով ենք սկսել։ Դե մնացածն էլ առջևում են, տեսնենք։ Նմանատիպ մրցաշարերը մարզաձևով զբաղվող պատանիներին հնարավորություն են տալիս զարգանալու, իրենց կարողությունները ցուցադրելու, ինչպես նաև հանրապետական եւ միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու։ Զբաղվում եմ մրցամարտով 3 տարի։ Այս մրցումները մեզ են մարզում։ Նորեկներին ամենաառաջինը տալիս է ոնց որ ավելի լավ են կպնում, ուժեղների հաշվին սովորում են կպնելը, փորձ է էլի։ Ես ուրախ եմ, որ եկել եմ այս մրցմանը եւ հաղթանակով գնալու եմ տուն։ Ես ավելի շատ կպարապեմ, որ հասնեմ արդյունքներին։ Շատ լավ մրցաշար է կազմակերպված։ Իհարկե մենամարտերը արդար են։ Նման մրցաշարերի անցկացումը ավելի շատ տալիս է փորձ
մրցակիցներին ճանաչում, ավելի շատ մարզում, ավելի ուժեղացում։ Ամեն ինչ լավ մակարդակով էր կազմակերպված, շատ շնորհակալ եմ մեր մարզիչին եւ մնացած մարզիչներին այս մրցումը կազմակերպելու համար։ Պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը, դենց ասած նախամրցումային մրցում էր էլի։ Եկանք կպանք, փորձ էր բերինք, նոր ընկերների հետ ծանոթացանք, կպատրաստվեմ, որ հաջորդ մրցումին ավելի շատ արդեն աշխատեմ։ Ընդհանուր առմամբ լավ էր, մարզիչը գոհ էր։ Մրցաշարին մասնակցող բոլոր մարզիկները պարգևատրվում են համապատասխան կարգի մեդալներով եւ հավաստագրերով։ Պարգևները հանձնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նարեկ Մուրադյանը, Գավառի Գրիշա Հափրոյանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Մինասյանը եւ մրցաշարին հրավիրված հյուրերը։ Մրցաշարի գլխավոր մրցավար Մարատ Կարոյանն էլ գոհունակությամբ արձանագրում է, որ թիմերը մրցաշարին ներկայացել են բարձր պատրաստվածությամբ։ Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում կազմակերպիչներին, մրցավար Մարատ Կարոյանին մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մրցավարին հանձնում են նաև հուշանվերներ։ Ինչպես տեսնում եք, վարսակափաթիլով շիլան եւ ընդհանրապես նախաճաշին տրվող այլ շիլաները եւս մանկապարտեզում երեխաները դժվարությամբ են ուտում։ Ես բրոզով շիլան չեմ կերել։ Որտեղ համով չի։ Փոքրիկ Ադրիանայի պես շատերը բրնձով շիլան չհամտեսեցին, բայց այդ օրվա ճաշացանկով սահմանված հնդկաձավարով, գազարով, կարտոֆիլով, ապուրն ու խաշած բազուկը հաճույքով կերան։ Երեխաներ, ճաշիկը համեղ էր, որ կերել եք։ Հայաստանում երեխաների շրջանում նկատվել է շաքարային դիաբետի, ճարպակալման, սրտանոթային խնդիրներ, ինչը գերքաշության ցուցանիշի բարձրացմամբ է պայմանավորված։ Իրավիճակը հաշվի առնելով առողջապահության նախարարությունը վերանայել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սննդակարգն ու մշակել նոր չափորոշիչներ, ըստ որոնց ավելացել է ամբողջահատիկ պարունակող սնունդը, իսկ ահա շաքարի եւ աղի միջին օրաբաժինը նվազեցվել է 2 անգամ։ Թույլատրվում է օգտագործել ոչ ավելի քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, որպես խորտիկ տրամադրվում է բանջարեղեն եւ միրգ առանց ավելացված շաքարի։ Ցանկացած այլ համեմունք թույլատրվում է սահմանափակ չափաբաժնով։ Մենք այս փոփոխություններին պատրաստվել ենք նախապես եւ Կապան համայնքի ղեկավարի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որտեղ հանգամանորեն բազմիցս քննարկվել է ճաշացանկը, հաշվի առնելով նոր չափորոշիչը։ Նախարարության սահմանած օրինակելի նմուշի հիման վրա հանձնաժողովը կազմել է համայնքային միասնական ճաշացանկ, որը հունվարի 1-ից կիրառվում է Կապանի բոլոր մանկապարտեզներում։ Առողջ սնվելու ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքապետարանը ավելացրել է ֆինանսական հատկացումները։ Շատ քննարկումներ ենք ունեցել, շատ քննարկումներ ենք ունեցել, այնպես որ պահպանի սննդային արժեքը, կալորիականությունը, տենց որևէ բարդություն չկա։ Մնում է, որ ծնողները եւ երեխաները հարմարվեն նոր ճաշացանկի։ Փոփոխությունները այդքան ռիսկային չեն, այն մթերքներն են, որը գրեթե օգտագործվում էր մինչ այս հունվարի 1-ը։ Այն երեխաները, ովքեր հաճախում են կրծեր առաջին խումբ եւ նոր է նրանց մոտ ձևավորվում քիմքային այդ առանձնահատկությունները, համի զգացողությունները, նրանք ադապտացվում են ավելի հեշտ։ Այս խնդիրը առաջանում է ավելի շատ միջին եւ ավագ խմբերում, որտեղ արդեն սովոր են մեր ստանդարտ ճաշացանկին։ Կիրառվող սննդակարգը դժգոհություններ է առաջացրել ծնողների շրջանում։ Ըստ սոցցանցային գրառումների փոքրիկները սովոր չլինելով սահմանված ճաշացանկին օրվա ավարտին կուշտ փորով չեն տուն հասնում։ Նուհերում չեն ժխտում, ոչ բոլոր երեխաների քիմքին է հաճելի նորացված ուտելիքը, այդուհանդերձ պատկերն այդքան էլ մտահոգիչ չէ։ Եթե 30 երեխայից 3-ը 4-ը կարող է չուտեն տվյալ ճաշատեսակը, բայց ես կարծում եմ այստեղ էլ մենք ծնողները պետք է աշխատանք տանենք, որպեսզի երեխաները բոլորը կարողանան, որովհետև իրոք ճաշատեսակները, ճաշացուցակը առողջ սննդի վրա հիմնված եւ
կազմած է 10-12 օրվա համար եւ ինչպես ես նշեցի, հաշվի են առնած աշխատջրերի տոկոսայնությունը, ջարբերի եւ նաեւ սպիտակուցների։ Քիմքին հարմարեցնելը բարդ, բայց անհնարին աշխատանք չէ, նշում է Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատարը։ Մեր ճաշատեսակները կազմված են նախարարի հրամանի համաձայն եւ շեշտադրված են առողջ սննդակարգը եւ կարծում եմ եւ այն նկատառումները, որտեղ են գտել հունվար ամսին, մենք այդ նկատառումները հաշվի ենք առնելու եւ փետրվար ամսին հնարավոր է մի փոքրիկ փոփոխություններ, լրացումներ իրականացվեն ճաշատեսակում, էլի իշա մեր Եթե դդմապուրը չեն ուտում երեխաները, կարող ենք այդ դդումը ուղղակի այլ ընտրանքային խաշած դդում տալ որևէ ապուրի հետ, որպես երեխան ընտրի կուտի ապուրը, թե կուտի դդումը, խաշած դդումը, այստեղ արդեն երեխան հաստատ սոված չի մնա։ Դավիթ Պիպոյանի խոսքով բողոքներ նախկինում են եղել, սա հանրային առողջության պահպանման խնդիր է, անընդհատ քմահաճույքով առաջ շարժվել հնարավոր չէ, այստեղ մեծ անելիք ունեն ծնողները։ Ուղենիշների մշակումը միայն կմնա թղթի վրա, եթե բոլորս հետևողական չլինենք։ Երեխան չի կարող օգտագործել տրանս ճարպաթթուներով մթերքներ, երեխան չի կարող օգտագործել շաքարի բարձր քանակությամբ մթերք եւ ես նաեւ շատ կարեւորում եմ հանրային իրազեկումը ինչ առումով, որ ծնողը լինի իրազեկված եւ հասկանա, որ բոլոր փոփոխությունները իրականացվում են, որպեսզի մեր երեխաները լինեն ավելի առողջ։ Դա այսինքն այնպես ստացվի, որ մենք մանկապարտեզության ենք ծնողը կա երեխային այդ նույն հյութերով, այդ նույն վաֆլի պեչենիով դիմավորելու։ Ըստ Պիպոյանի, ցավոք սրտի պատասխանատվության բացակայությունը երկար տարիներ հանգեցրել է համատարած խախտումների, փոփոխությունները ի նպաստ երեխայի առողջության են։ Երեխայի առողջությունից է բխում այդ քաղցր թե երեխանել կամ այդ արգելված մթերքների ցանկը, որը որ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների արգելումն է մանկապարտեզներում, այդ բոլոր փոփոխությունները բխում են բացառապես երեխաների առողջության տեսանկյունից։ Բայց նորից եմ կրկնում, նախկինում եւս մենք ունեցել ենք իրավական կարգավորումներ, որոնք որ խախտվել են եւ այս առումով ես չեմ կարող երաշխավորել, որ ներկայումս եւս խախտումներ չեն լինի։ Սաղ եմ, որ նույն ձեր մարզում դա բացարձակ առանց որևէ խոչընդոտ իրականացվի, որովհետև ես պատասխանատուներից շատ բարձր նաև հոգատարության մակարդակ եմ նկատել եւ ավելի քան վստահ եմ, որ երևի թե ամենաթեթև այդ բարեփոխումները կիրականացվեն հենց ձեր մարզում։ Պիպոյանի կարծիքով մարզի մանկապարտեզներն այս խնդրին համեմատաբար քիչ կբախվեն, քանի որ ավելի խստորեն են հետևում սահմանված կանոններին։ Ինչ վերաբերում է նոր ճաշացանկին, ապա ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, կարճ ժամանակ անց այն սովորական կդառնա երեխաների համար, լավ կլինի փոփոխությանը համակերպվեն ծնողները։ Նարե Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։ Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել։ Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացվել են Մուշի բաժին եւ խոստովանել արարքը։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում կենթանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։ Հունվարի 14-ին ժամը 13:38-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված Opel մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպված չեն եղել, իսկ դրամապանակում կար 250,000 դրամ։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ տեղեկության գողությունը կատարել էին 50 եւ 43 տարեկան երկու տղամարդիկ։ Նույն օրը երեկոյան երկուսն էլ հայտնաբերվեցին Էջմիածնի Ծաղկաբուծական թաղամասում, ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ նրանք բացի այս կատարել են եւս մեկ գողություն։ Հանգամանքները պարզվում են։